Լուսինն անփոխարինելի դեր ունի մեր կյանքում։ Պատկերացրու մի օր նա անհետանա։ Դատարկ խավար այնտեղ, որտեղ միշտ եղել է գիշերային երկնքի ամենածանոթ պատկերը։ Եվ ամենատարօրինակն այն է, որ առաջին ժամերին կյանքը երկրի վրա գրեթե չի փոխվի։ Ամեն ինչ սովորական կթվա, աստղերն իրենց տեղում են, գիշերային քամին առաջվա պես օրորում է ծառերի ճյուղերը։ Միլիոնավոր մարդիկ գուցե նույնիսկ չնկատեն, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց օվկիանոսների խորքերում երկիրն այդ պահից կսկսի փոխվել։ Որովհետև լուսինը լուր կառավարում է մեր մոլորակի մակընթացություններն ու տեղատվությունները, եւ հենց նա անհետանա, դրանք կտրուկ կթուլանան, կորցնելով իրենց ուժի մեծ մասը։ Գուցե դա սարսափելի չի հնչում, բայց ամբողջ էկոհամակարգ գոյություն ունի հենց այդ ռիթմերի շնորհիվ։ Ափամերձ կենդանի տեսակները միլիոնավոր տարիներ զարգացել են դրանց հետ համընթաց, ձկները գաղթում են դրանց պատճառով, ծովային կենդանատեսակները բազմանում են դրանց պատճառով, ամբողջ ծննդային շղթաներ գոյատևում են դրանց շնորհիվ, եւ առանց այդ ռիթմերի մի շատ հին հավասարակշռություն երկրի վրա կսկսի փլուզվել, ափամերձ կյանքը դանդաղ կսկսի մարել։ Բայց մեռնող օվկիանոսները դեռ ամենամեծ վտանգը չեն։ Իրական վտանգը հենց ինքը երկիրն է։ Քանի որ միլիարդավոր տարիներ լուսինը մեզ համար գրեթե անտեսանելի ամենօրյա մեծ աշխատանք է արել, դարերով երկիրը կայուն է պահել, դեռ շատ վաղուց երիտասարդ երկիրը անհամեմատ արագ էր պտտվում։ Մեկ օրը տևում էր ընդամենը մի քանի ժամ։ Այս մասին ավելի մանրամասն կարող եք դիտել վերևում դրված հղումով։ Բայց ձևավորվեց լուսինը եւ տիեզերական արգելակի դեր խաղաց, աստիճանաբար դանդաղեցնելով երկրի պտույտը։ Սակայն ամենակարևորը դա չէր։ Լուսինը կայունացրեց երկրի առանցքի թեքությունը, եւ դա փոխեց ամեն ինչ։ Հենց այդ թեքությունն է կառավարում տարվա եղանակները, մեր կլիման, այն պայմանները, որոնց շնորհիվ մարդկային քաղաքակրթությունն ընդհանրապես կարողացավ գոյություն ունենալ։ Վերացրու այդ հավասարակշռությունը եւ երկիրը կսկսի տատանվել։ Ոչ վաղը, ոչ հաջորդ շաբաթ, դանդաղ։ Դարերի ընթացքում մեր մոլորակի թեքությունը կփոխվի, եւ եթե դա տեղի ունենա, աշխարհը, որը մենք ճանաչում ենք, կանհետանա։ Որոշ վայրեր կարող են սառչել տասնամյակներով, մյուսները կարող են բախվել մարդկությանը անծանոթ շոկի, բնությունը կփոխվի։ Բայց գուցե ամենասարսափելին նույնիսկ դա չէ, այլ այն, թե ինչ կդառնա գիշերը։ Մենք գուցե չենք գիտակցում, թե իրականում որքան ուժեղ է լուսնի լույսը։ Հազարավոր տարիներ մարդիկ ապրել են այդ լույսի տակ։ Ճանապարհորդները հատել են օվկիանոսները առաջնորդվելով դրանով։ Հին քաղաքակրթությունները ժամանակը հաշվել են նրա փուլերով։ Հին մշակույթներ երկրպագել են նրան։ Լուսինը պարզապես երկնքում կախված տիեզերական մարմին չէ։ Այն դարձել է մարդկության գոյության անբաժանելի մասը։ Եվ ոչ միայն մարդկության։ Ծովային կրյաները կողմնորոշվում են լուսնի լույսով։ Կորալների բազմացումը համաձայնեցված է լուսնային ցիկլերի հետ։ Գիշերային գիշատիչները կախված են նրա աղոտ փայլից։ Նույնիսկ այսօր անթիվ կենդանի արարածներ շարունակում են ապրել այն ռիթմով, որը ստեղծել է մեր գլխավերևում փայլող գիշերային այդ մարմինը։ Մի մարմին, որի դերի մասին մենք գրեթե երբեք չենք մտածում, եւ գուցե հենց սա է ամենատարօրինակը։ Վաղը առավոտյան մարդկանց մեծ մասը պարզապես կարթնանա ու կշարունակի իր սովորական կյանքը։ Իրական աղետը միանգամից չի սկսվի, չի լինի հոլիվուդյան ֆիլմերի ապոկալիպսիս, պարզապես դանդաղ կատարվող փոփոխություն, տարի առ տարի, տասնամյակ առ տասնամյակ, մինչև մի օր մարդկությունը հասկանա մի սարսափելի ճշմարտություն։ Լուսինը պարզապես լուսատու չէր գիշերային երկնքում, այն մեր մոլորակի պահապանն էր, եւ առանց դրա մեր ոտքերի տակ գտնվող աշխարհը դանդաղ կվերածվի միանգամայն ուրիշ վայրի։ Լուսինը դանդաղ հեռանում է մեզանից։ Ինչ եք կարծում, մենք մի օր կկորցնենք նրան։ Հետևեք ալիքին եւ կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների հետ, օգնելով YouTube-յան ալգորիթմին տեսանյութը հասանելի դարձնել ավելի շատ դիտորդների։